Մենք տարբեր հարցումներով նաև տեսնում ենք, որ շատ մարդիկ ասում են կողմնորոշված չենք, Այ որ ես գամ կամ մենք գանք, հա։ Ամենաշատը ես լսել եմ այդ խոսքը։ Ցելենք խախսել որ ինքնուրույն վերլուծեն։ Ներկային չընտրենք, նախին չտենք, բաում ընտրենք։ Որոնք իրենց մոտ շրջանառվում են։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք կանաչ ուղեգից ոդքասթերի շարքը եւ ինչպես նախորդ հաղորդումներում այս հաղորդման շրջանակներում եւս խոսելու ենք Հայաստանում նախընտրական շրջանում Հայաստանի տարբեր համայնքներում տարածվող կեղծ կամ ուղղակի նարատիվների մասին Եվ այսօր այստեղ գործընկերներն են ինձ հետ, հայ։ Այո, մենք այսօր շարունակում ենք արդեն հասանք Վանաձոր, մեր Շատ ակտիվ քաղաք եք։ Այո, եւ այսօր մեզ հետ են մեր գործընկերները Վանաձորից, Լուսինեն եւ Արթուհին, ողջույն, շատ մերսի որ այստեղ եք։ Ինչպես եւ մեր մյուս համայնքների դրույթների դեպքում կուզենամ սկզբից սկսենք մի քիչ պատմել մեզ լսողներին Վանաձորի մասին, ինչով է ապրում Վանաձորցին, իր առօրյան, իր մտահոգությունները, հույսերը, ակնկալիքները, ինչ ենք մինչև կանդրադառնանք ընտրություններին։ Մի քիչ պատմեք Վանաձորի եւ Վանաձորցի մասին։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Վանաձորցին այսօր ապրում է նախընտրական շրջանում, բայց դեռևս օրինակ իմ դիտարկմամբ ես այդպես չէի գնահատի, որ շատ ակտիվ նախընտրական վիճակների մեջ է։ Երևի թե Վանաձորի համայնքապետարանն է ավելի ակտիվ, այնպիսի թաղամասեր ա գնում, որ ասենք տարիներով մոռացված են եղել այդ ծայրամասային թաղամասերով, իսկ ընդհանուր ավելի շատ երևի շտաբներ են բացվում, ինչ որ համակիրներ հավաքագրվում, չգիտեմ, սենց ակտիվ, շատ ակտիվ փուլում դեռևս չէ Վանաձորը, բայց կամաց-կամաց այդ տենդենսները նախընտրական ակտիվանում են, նաև մեր մարզպետն է ակտիվ, իրեն այսպես իր հոլովակների միջոցով տարբեր ինչ-որ ծրագրեր, սուբվենցիաներ, չգիտեմ, ես չեմ կարծում, որ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը պետք է ընտրությունների նախաշեմին ակտիվանա, ես գտնում եմ, որ թիմը միշտ պետք է ակտիվ լինի, այդ թվում եւ ավականին, որ ասենք ես արդեն ավականում անդամներին մոռացել եմ, որովհետեւ շատ ուշ է Վանաձորում ավականունից գումարվում, բացի այդ լինում են ավականու անդամներ, որոնք ինքնաբացարկ են հայտարարում եւ վերցնում են այդ մանդատը այնպիսի ավականու անդամներ, որոնք բոյկոտի մեջ են եւ այսպես թե այնպես ոչ նախկին անդամին ես հիշում ավականու, ոչ նոր մանդատ վերցրած անդամին։ Իսկ մի քիչ Վարդան, միգուցե դու էլ պատմես հենց Վանաձորցու տեսանկյունից, այդ ինչ խնդիրներ են, որոնց մասին Վանաձորցիք անհանգստացած են եւ որոնց ավականին կարծես մի քիչ անհաղորդ է։ Շնորհակալություն հարցի համար, Հայկ ջան, հա, ես էլ երևի անդրադառնամ Վանաձորի խնդիրներին։ Վանաձորում, ինչպես Լուսինեն նշեց, խնդիրները շատ են ավականու ինստիտուտի հետ կապված եւ առանց դրա բավականին երկար ժամանակ քաղաքացիների մտահոգումա տրանսպորտի հարցը, աղբահանության հարցը, առհասարակ համայնքի զարգացման հարցը, ինչը իմ կարծիքով ամենակարևոր հարցերից մեկն է ու մի տեսակ փակուղու մեջ է գտնվում Վանաձորը եւ այս նախընտրական ֆոնին այդ ամեն ինչը ավելի բուռն քննարկումների առիթ է տալիս մարդկանց մոտ մի տեսակ հուսալքություն է կապված այն ամենի հետ, որ թիմ ընտրություններից ինչ արդյունք ունեցանք, որ գնանք դեպի ավելի մեծ ընտրություններ Ամեն դեպքում այս պահին քաղաքում քննարկումները շատ են հիմնականում տեղի հետ կապված խնդիրներով։ Եթե գանք արդեն մոտ նախընտրական շրջանի, ես գիտեմ, որ դուք տարբեր տեսակի քննարկումներ, հանդիպումներ եք ունենում մարդկանց հետ, ոչ միայն Վանաձորում, չէ, նաև համայնքներում, տարբեր բնակավայրերում, խոշորացվածի։ Մենք փորձում ենք այս շրջանում արդեն հասկանալ, թե ինչ նարատիվներ կան նախընտրական շրջանում, որ մարդկանց մեջ շրջանառվում է, հատկապես մենք ուզում ենք բացահայտենք այն կեղծ կամ մանիպուլատիվ նարատիվները, որոնք որ կարող են մարդկանց ազատ, իրազեկված, կողմնորոշված ընտրության վրա բացասական ազդեցություն ունենալ ու այս փուլում արդեն ուզում ենք դրանք արձանագրել, բացահայտել ու նաև մարդկանց հետ սկսել խոսել այդ նարատիվների մասին։ Հետաքրքիր է ինչ եք դուք այս փուլում նկատել, ինչ են խոսում մարդիկ ընտրությունների հետ կապված, ինչ թեմաներ ու նարատիվներ կան, որ հիմնականում երևում են, այս կոնտեքստում։
Հիմնական նարատիվը ես չէի ասի, այս պահի դրությամբ պայմանավորված է միայն Վանաձորով, սրանք նարատիվներ են, որոնք արտահայտություններ են, որոնք լսել ենք ոչ միայն Վանաձորում, խաղաղություն, պատերազմ, խաղաղության կուսակցություն, պատերազմի կուսակցություն հիմնական այդ խոսույթներն են, որ տարածվում են բնակիչների շրջանակներում, երևի էլի կավելացնի Լուսինեն, նաև այն խոսույթը, որ ընտրություններից հետո ըստ պայմանավորվածության արդեն նախնական Սյունիքը հանձնելու են, այդ բանակցություններն ավարտված են, բայց լորին չէ։ Բայց լորին չէ, լորին ձգտում է անկախացման։ Լորին ձգտում է անկախացման ամեն դեպքում։ Ես երևի ավելացնեմ նախկին ներկա այցեցված տարիներով քննարկվող, շահարկվող նարատիվը, որ նախկիններն եկան շատ վատ ալնելու Այն ժամանակ մի այլ ձև էին ասում էին հենց Իրանի վրա հարձակվեցին, հաջորդ օրը Սյունիքը գրավում են, հիմա փաստորեն հետաձգվել ենք այդ հիմա արդեն բանա ավարտվի նոր կգրավեն, այսինքն հետաձգվում։ Այո, այդպիսի նարատիվներ լսել ենք եւ նույնիսկ օրինակ այս իշխող ուժի կողմից հնչող ամենաերևի լսված, ամենամեկնաբանված, ամենակննադատված նարատիվը, որ եթե մենք չլինենք, կլինի շատ ավելի հուժկու պատերազմ, դա էլ է շատ մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն գործող նարատիվ, իմիջիայլոց, որովհետև շատ եմ լսել տարբեր միջավայրերում այդ նարատիվը եւ ասենք հարևանական շրջապատում եւ ինչ-որ թաղային զրույցների մակարդակում, որ ոչ թե մարդիկ փորձում են այդ նարատիվները անալիզ անելով հասկանան, ընկալեն, ինչքանով է դա ռեալ, ինչքանով է դա իրատեսական, այլ հասկանում ես, որ իրանք կոնկրետ այդ նարատիվի ազդեցության տակ են, որ այսպիսի բան են ասել, որ եթե չընտրենք իրանց, ուրեմն իսկականից ավելի ուժեղ պատերազմ ալնելու Իսկ որտեղից է գալիս էլի այդ միանշանակ ընդունելը։ Իդեպ բոլոր տեսակի նարատիվների մասին է խոսքը, հա, եթե մենք չգանք պատերազմ կլինի, եթե իրանք գան, հա, չգիտեմ, խաղաղություն կհաստատվի, այդ միանշանակ ինչ որ ցենց բաներ կա, կանխատեսումներ կա, որը դարձել է կարծրացած նարատիվ ու ուղղորդում է մարդկանց ընտրություններին, բայց կարծես այդ քննադատական մոտեցումը այս նարատիվներին թե իսկ ինչի ենք կարծում, որ սենց կլինի, իսկ ինչի եք սենց բան ասում, այդքան չենք նկատում, որտեղից է քո կարծիքով գալիս այդ միանշանակ ընդունելը, էլի այս նարատիվները։ Իմ դիտարկմամբ այդ միանշանակ ընդունելը գալիս է ավելի շատ նրանից, ով է ասում այդ նարատիվը։ Այսինքն, եթե օրինակ, չգիտեմ, թաղի զրույցի մակարդակում դա ասում է այդ թաղում հեղինակություն ունեցող մեկը ու ասում է շատ վստահ տոնով, այն քիչ թե շատ վերլուծական միտք չունեցող մեկը ինքը ասում է, հա դե եթե Պողոսը ասեց, ուրեմն Պողոսը պիտի հաստատ այդպես է։ Եվ սրան ավելանում է նաև ֆանտազիաները, որը ավելի է ձևավորում այդ նարատիվը ու տարածվում է։ Ասենք նույն այս կամ այն քաղաքական ուժի համակիրները կամ միգուցե իրանց շարքում գտնվողները եւ իրենց մտերմիկ շրջապատում եւ իրենց հարևանների մոտ եւ իրենց հարազատների մոտ հաստատ այդ նույն նարատիվները տարածողներ են հանդիսանում եւ այդ նույն, այսպես ասած, հաստատուն տոնայնությամբ նարատիվը անընդհատ կրկնելը, այն ասում անընդհատ, եթե այդ նույն բանը լսում ես, արդեն դու ես սկսում դրան հավատալ։ Շատ դեպքերում նույնիսկ հարցերի տեսքով են այդ նարատիվները տալիս։ Շատ քիչ մարդիկ կան, որ իրոք կարող են անալիզ անել, անրութեթև անել, ասենք հասկանալ, լավ էս մարդը, որ ասեց այս նարատիվը, ինքը որտեղից է դա լսել, կամ ինչի է ինքը հենց այդ նարատիվը ասում եւ ոչ այն մի թևի նարատիվը։ Եվ այդտեղից այդ անալիզ անելու ընդունակությունը ինձ թվում է ոչ բոլորի մոտ կա, ոչ թե կա, այլ ոչ բոլորն են, այսպես ասած, ջանքեր գործադրում, որ գոնե վերլուծեն, հասկանան, իրոք այդ նարատիվի մեջ ճշմարտության հատիկ կա, թե դա ուղղակի ինչ-որ խոսույթ է, որ շրջանառվելով, բերան հասնելով, այսպես տարածվում է մարդկանց մոտ։ Ուղղակի միջամտեմ, հիմա ես եմ ասում եմ, հա, այ որ ես գամ կամ մենք գանք, հա, էլի կլինի խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն։ Հիմա դուք դրա տակ ինչ կարաք հասկանաք։ Դե օրինակ արժանապատիվ խաղաղությունը շատ չխորանալով, այսինքն կարանք հասկանանք, որ այսինքն կպարտադրեմ այլ ձևի խաղաղություն, չգիտեմ, հա,
եւ այլն, այսինքն ինչ կա հասկանաք։ Ես հասկանում եմ, որ արժանապատիվ խաղաղությունը կամ այլ տերմիններ են օգտագործում, հա, խաղաղություն, երկարատև խաղաղություն, չգիտեմ, իսկական խաղաղություն, այսինքն դրա տակ ես որ լսում եմ, իմ մոտ ասոցացվում է, որ չգիտեմ, հա, ինչ որ ռևանշիստական ինչ որ մտքեր են, հա, ես կգամ, կբարձրացնեմ իմ արժանապատվությունը, այսինքն ասած ասած, չգիտեմ, ինչ որ քայլեր կանեմ, որով կպարտադրեմ արժանապատիվ խաղաղություն։ Ես դրա տակ հասկանում եմ, օրինակ, որպես քաղաքացի, որ երևի թե պատերազմ, հա։ Այսինքն, որ մյուս կողմը արդեն ասում է, ես այսպես ասած, չգիտեմ, եթե չլինեմ, ապա կլինի պատերազմ, դա լեգիտիմացվում է իմ արտահայտած նարատիվով, որ օրինակ արժանապատիվ խաղաղություն։ Ուզում եմ ասել, որ այդ նարատիվները մեկը մյուսին արժե են եւ իրար պարարտ հող են ստեղծել։ Մեկը մյուսին սնում է, էլի։ Մեկը մյուսին ծնող։ Հա, ուզում եմ ասել, որ այսինքն ստացվում է, որ այս նարատիվը, որ ինքը այնքան էլ չես կարա մի հետուց անվանես իրեն կեղծ, որովհետեւ ինքը կառուցվել է մեկ այլ նարատիվի վրա եւ դրա պատասխանը կա։ Եվ բնականաբար այն մարդիկ, ովքեր որ, չգիտեմ, հա, վախեր ունեն ինչ որ իրենք այն մյուս նարատիվին եկած, այսինքն, չգիտեմ, հա, եթե ոչ մեկ, այլ պատերազմ ավելի հակված կլինեն հավատալու, հա։ Այսինքն սկզբնաղբյուրը հենց այնտեղ է, ներքևն է։ Նարատիվը, ինչպես ասում են, ծնում է նարատիվ, ոչ թե մեկը մյուսին փոխլրացնում է, այլ մեդալի երկու կողմերը այո, այսպես է, այսինքն սկզբնաղբյուրը հենց այնտեղ է, ովքեր որ միգուցե այդ պոպուլիստական նաև ոչ միայն կեղծ, այլ պոպուլիստական նարատիվներ են ստեղծել, որոնք որ բերում են մեկ այլ նարատիվի, որոնք որոշ չափով նաև ինչ որ ձևի, ինչ որ մարդկանց համար լեգիտիմ է։ Մեկը մեկին շարունակելով ծնվեց նաև պատերազմի եւ խաղաղության կուսակցությունների մասին նարատիվը։ Այդ նարատիվը իդեպ շատ հին նարատիվ է, դերևս ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ հրաժարական էր տալիս, այդ տեքստը հիշում եմ, ես դերահաս երիտասարդ էի դերևս այդ ժամանակ, որ ասում էր վերջի խոսքերը, այսինքն իր տեքստի ասում էր գնում է խաղաղության կուսակցությունը եւ գալիս է պատերազմի կուսակցությունը, այսինքն այդ ընդհանուր նարատիվը ինքը իր Բայց շատ կարևոր բան է։ Այդ նարատիվները ջրի գերես են։ Ինձ գիտեք ինչն է, ինչի դուր եկա որ հետ տարար այդքան մինչև, հա, 96 Որպեսզի հասկանան 8 թիվ, 6-ին ընտրություններն էին, 8 թիվ։ Որտեւ ինձ թվում է այս 20-30 տարվա մեջ մենք տենց էլ չենք սովորել խոսել խաղաղության մասին։ Մեր հասարակության մեջ որ առողջ կառուցողական քննարկումներ չեն եղել խաղաղության մասին ու եկել է այն կետը, երբ որ մենք մի հատ ենք պատերազմ տեսել, կորուստներ ենք ունեցել ու արդեն մի հատ ծանր տրավմա ունենք ու հիմա էլ դժվար է խոսել խաղաղության մասին։ Ու դա հեշտացնում է այս տեսակի ծայրահեղ, հա, նարատիվները պատերազմով վախացնելը, որովհետև երբ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն, արդար խաղաղություն եւ այլն, այդքան ժամանակ մեր մոտ դեռ չի ձևավորվել ինչ-որ բովանդակություն, ինչ-որ ձև, որով որ մենք խոցացած կլինեինք իրար հետ խաղաղության մասին։ Ու հիմա, երբ որ դու ասեիր արժանապատիվ խաղաղություն կամ ինչ-որ մենք ասել արժանապատիվ խաղաղություն, մենք գոնե դրա տակ մի բան կհասկանայինք։ Մենք կարծես հիմա ստիպված ենք լինում կամաց սովորել խաղաղության մասին խոսել, բայց քանի դեռ չենք սովորել, քաղաքական ուժերը կարողանում են դրանից օգտվել ու կարողանում են այդ վախի միջոցով մեր մոտ ինչ-որ պատկերացումներ վերաբերմունք ձևավորել։ Դրա համար ես օրինակ տեսնում եմ այստեղ լուծումը գոնե հա հողի վրա մարդկանց հետ շփումներում, զրույցներում իմ համար լուծումը ավելի շատ այն է, որ չտրվենք այդ երկընտրանքին կամ էսա կամ այնա, այլ ավելի շատ իրար հետ խոսենք նրա մասին, թե մենք ինչ խաղաղություն ասելով ինչ ենք հասկանում։ Ու կապ չունի, որ իշխանությունն է, որ ուժն է քաղաքական, հա, այս պահին մեզ ինչ որ բան ներկայացնում։ Մենք որպես սովորական քաղաքացիներ, մենք ինչ տեսակի խաղաղություն ենք ուզում, ինչ ենք մենք դրա տակ հասկանում, ինչն է խաղաղությունը, սահմանն է, բանակն է, տարածքն է, ինքնությունն է, շփումներն են, ինքնիշխանությունն է, որն է, որտեղ է այդ խաղաղության մեր պատկերացումը, դրա համար մեր շատ
դրա մասին խոսել է պետք։ Ու կարծես այդ ոչ մշակույթը ունենք, ոչ փորձը ունենք ու դա մեզ շատ խոցելի է դարձնում։ Մենք մի քիչ ուշացել ենք ինձ թվում, հա, բայց պիտի անենք, որովհետև շատ հստակ է, եթե դուք ավելի շուտ հիշում եք ինձ ուղեք, բայց եթե մենք չլինենք կլինի պատերազմ, ինքը վերջին մի 3 ամսվա ակտիվացած նարատիվը, արժանապատիվ խաղաղության նարատիվը, ավելի քան 1 տարի միգուցե եւ ավելին, որովհետեւ անընդհատ մենք լսում էինք, հա, որ վերջ հաստատվել է խաղաղություն, այլևս խաղաղություն է եւ այլն, եւ ինչ էր անում, հա, մյուս բլոկը ասում էր, «Էս սուտ է, խաղաղություն չկա, խաղաղություն այդպեսին չի լինում, չգիտեմ, հեսա Իրանը կսկսի կտեսնեք, պիտի լինի արժանապատիվ խաղաղություն», այսինքն մի ահագին ամիս նույն այն մյուս կողմին, հա, մենք որպես, չգիտեմ, հասարակություն չենք ասել, որ տենք չեն խոսում, էլ, այսինքն, հա, չեն, որպեսզի նաև չգա այս մյուս նարատիվը, այն որ մի ժամանակ սենց մի հատ արտահայտություն կար, հա, այսինքն որ եղել է, չեմ ուզում շատ քաղաքականացնել, որ այս ընդդիմություն Աստծո պարգև էլ է, այսպես ասած, հա, սենց նման ընդդիմություն, իսկ ընդդիմության խոսույթը ինքը սենց շատ հող է նախապատրել, մենք ուշացել ենք եւ հիմա հնարավորինս պիտի քաղաքացիների հետ խոսենք, ինչպես դու ես ասում, որպեսզի նախ ճիշտը սխալից, հա, մարդիկ հնարավորություն ունենան, հա, տարբերակելու, այսինքն չտրվեն նարատիվներին, տարբեր տեսակի եւ այդ որ դու ասում ես, որպեսզի մարդ ինքը կարա իսկապես ճիշտ ընտրություն կատարի, բացի ինֆորմացված լինելուց, նաեւ ինքը պետք է լինի հանգիստ, էլի, ասած հոգեպես հանգիստ պետք է լինի, որպեսզի նաեւ նորմալ ընտրություն կատարի։ Ու վախով ու սպառնալիքով չլինի, էլի։ Ու նաեւ մի քիչ խորացնենք այս զրույցը։ Հիմա ես ոնց հասկանում եմ եւ Վարդքո ասած այդ երկընտրանքը, խաղաղության պատերազմի կուսակցություն, նախկիններ, ներկաներ, մենք կլինենք, սենց կլինի, իրանք կլինեն, սենց չի լինի, հա։ Բոլորը կարծես ձևակերպված ինչ-որ երկընտրանքներ են, որոնք որ ինձ թվում է պարզունակացնում են այն իրականությունը, որ մենք ունենք։ Միշտ ես չեմ կարծում, որ որևէ դեպքում կա շատ ակնհայտ երկու բևեռ ու ընտրությունը բևեռների միջև է, միշտ էլ խնդիրները ունեն ավելի խորքային, հա, բնույթ ու մեր դերը երևի նաև այս զրույցներում այդ խորքը ցույց տալն է, այդ ավելի մեծ կոնտեքստ ցույց տալ այս թեմաների, ավելի խորքային հարցեր բարձրացնել, որպեսզի ինչ-որ ձև հակակշռենք այս մանիպուլատիվ, պարզ, մակերեսային բևեռացնող նարատիվներին։ Չգիտեմ, ինչքանով եք հնարավորություն ունեցել ընդհանրապես մի քիչ ավելի շատ խոսալու, մի կողմից գիտեմ արդեն ասացիք, որ տեսել եք այս նարատիվները, իսկ ինչ-որ զրույցների մեջ մտել եք, փորձել եք արձագանքել, տեսնել ոնց ինչի են մարդիկ դրան հավատում, ինչի են ավելի լուրջ ընդունում, որտեղից է ավելի գալիս իրանց անհանգստությունները, ոնց կարելի է դրանց արձագանքել, կան ինչ-որ տենց մտքեր։ Միանշանակ զրույցների դեպքում փորձել ենք բացատրել, որ ինքնուրույն քննարկեն, ինքնուրույն վերլուծեն իրավիճակները եւ փորձեն չենք ուղղորդել բնականաբար որևէ մեկին որևէ կողմ, բայց փորձել ենք խրախուսել, որ ինքնուրույն վերլուծեն այն հարցերը, այն նարատիվները, որոնք իրենց մոտ շրջանառվում են, բայց կուզենամ նշել նաև, որ հենց այս նարատիվները տանում են նրան, որ մարդիկ պարզապես անտարբեր են դառնում ընտրության նկատմամբ, ինչը հենց ամենացավալին է, որ իրենց համար վերջնական արդյունք ստացվում է թե միևնույնն է, եւ նա արդյունքը մեկը ուղղակի նույնն է լինելու։ Հենց ամենացավալին սա է, որ փորձում ենք անպայման գոնե խրախուսել, որ իրենց քվեն տան, իրենց վերլուծություններով գնան ընտրության եւ մասնակցեն, այլ ոչ թե անտարբեր մնան։ Եվ եթե Լուսինեն ինչ-որ բան կավելացնի, ինձ թվում է։ Ամենաշատը ես լսել եմ այդ խոսույթը, որ լավ ներկային չընտրենք, նախկինին չտրենք, բաում ընտրենք։ Ու իրականում այստեղ մեծ խնդիր է նաև այն, որ մեր հասարակությունը շատ քաղաքականացված հասարակություն է։ Այսինքն, երբ որ դու այդ զրույցները լսում ես, օրինակ տարբեր միջավայրերում, դու այսպես թե այնպես դուրս ես գալիս այդ մարդու վրա ու հասկանում ես, որ ինքը այս կամ այն քաղաքական ուժի համակիր է, կամ ասենք, չգիտեմ, հետագայում շտաբում է աշխատելու, կամ դիտորդ է լինելու, կամ վստահված անձ է լինելու։ Եթե այդ մարդը ներկա իշխանության թևի համակիր է, իր հետ բնականաբար չես կարող ներկայի հետ ինչ-որ հակասության մեջ մտնես կամ վերլուծության փորձանես, որովհետև ինքը շատ հստակ
սենց, չգիտեմ, վստահ է, որ ներկաները եւ այո, միայն սկիզբը եւ վերջը ներկաներն են։ Նույնը նախկինների դեպքում է։ Ասոցիացիան բոլորի մոտ այն է, որ այսպես թե այնպես այդ ուժերը իրենց այո շահկապված են լինելու ընդդիմադիր թևի հետ կամ վերջում միանալու են իշխանությանը կամ իրենց զայները տալու են իշխանությանը, այսինքն մի հատ բաց է այստեղ մնում, էլի։ Մենք տարբեր հարցումներով նաև տեսնում ենք, որ շատ մարդիկ ասում են կողմնորոշված չենք կամ չենք քվեարկելու ոչ նախկիններին, ոչ ներկաներին։ Հիմա ո՞րն է այն որոնք են այն հարցերը, անհանգստությունները, որ այս մարդիկ ունեն, որոնց որ չի բավարարում ոչ ներկան, ոչ նախկինը։ Մենք չենք լսում դա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ասում են, ես իրանց չեմ ուզում ընտրեմ, սրանց էլ չեմ ուզում ընտրեմ, ինչի չեմ ուզում ընտրեմ։ Ինչ եմ ես ուզում, որ այս երկու ուժն էլ չեն կարողանում ինձ տան, ու ինչն է, որի շուրջ մենք պետք է այդ զրույցը ունենանք։ Այդ երրորդ ուժը, անկախ ուժը ինչի շուրջ պետք է ձևավորվի, որն է այդ պահանջը։ Որովհետև նաև այդ նոր մտնող քաղաքական ուժերն էլ ասում են, մենք տեսնում ենք պահանջարկ կա նոր քաղաքական ուժի։ Հա, ֆորմալ առումով կա, բայց ինչ գաղափարների պահանջարկ կա, ինչ լուծումների պահանջարկ կա, մենք չենք տեսնում։ Դրա համար էլ հեշտ է նաև այս նոր ուժերին կապել կամ փոքր ուժերին կապելը այս բևեռների հետ, որովհետև գաղափարական առումով այս մասին էլի ենք խոսել, էլի շատ տարբերություն չկա, նոր առաջարկներ, նոր գաղափարներ չկա ու այդ մարդկանց այն սեգմենտին, որը որ բավարարված չի ոչ սրանցից, ոչ նրանցից, իրանց առաջարկ չի ներկայացվում։ Ես դες ինչ եմ առաջարկում, ինչ որ չի անելու նախկինը, ինչ որ չի անելու ներկան։ Տեսնում ենք, որոնք են այն հարցերը, որոնց վերաբերյալ մարդիկ բանը, հա, կարիք են տեսնում նոր առաջարկի, որը որ չկա։ Իսկ իրանց Առաջի կարիքը դա խաղաղությունն է։ Բոլորի մտահոգությունները խարսխվում են խաղաղության շուրջ։ Այսինքն ես վստահ եմ, որ եթե լինի այն քաղաքական ուժը, որը կգա եւ հստակ կասի, որ այ ես ձեզ կբերեմ այսպիսի խաղաղություն։ Բայց բոլոր ուժերն էլ ասում են ես ձեզ կբերեմ խաղաղություն, հա։ Հիմնավորի հստակ քայլեր կներկայացնի, այդ ուժի նկատմամբ որոշակի սիմպաթիա հնարավոր է առաջանալ։ Ուժեղ ընդդիմադիր ուժը, այս դեպքում ներկաների համար ուժեղ համարվող ընդդիմադիր ուժը, ինքը անընդհատ ինչ-որ սենց ամբակորգոր արտահայտություններ անում, որ արժանապատիվ խաղաղություն կբերենք, այ եթե մենք կամ դուք կապրեք ապահովենք խաղաղ երկրում, բայց հստակ քայլեր, ոնց կանենք, որ բերենք այդ խաղաղությունը, չկա։ Այսինքն դա ես ուղղակի սենց ոնց որ դեկլարատիվ ինչ-որ արտահայտություն եմ ընկալում եւ ոչ ավելին։ Եվ այդ բանը լսող մարդը, այդ արտահայտությունը լսող մարդը, ասենք քիչ թե շատ վերլուծություն անող մարդը, այնուամենայնիվ կարիք ունի հստակ պլանի։ Օրինակ, ես եկա իշխանության, ես կգնամ, չգիտեմ, կվերաբնակցեմ, կպարտադրեմ ինչ-որ բաներ, չկա ոչ մի քայլ։ Դրա համար մարդկանց մոտ հստակ կարծիք, դիրքորոշում այս կամ այն ուժի ընդդիմադիր ուժի նկատմամբ չի ձևավորվում։ Օրինակ, մարդկանց ամենաշատը անհանգստացնում է անվտանգությունը եւ խաղաղությունը։ Ես ոնց դրա մասին մի հատ հարց տամ բոլորի։ Ես օրինակ այդքան համոզված չեմ։ Մարդիկ ասում են, որ իրանց համար ամենակարևոր հարցը խաղաղությունն է, որովհետեւ դա է ճիշտ ասելը, թե որովհետեւ իրոք դա իրանց ամենակարևոր հարցն է, որովհետեւ ես շատ տարբեր գործընկերների հետ նաեւ որ շփվում ենք, խոսում ենք նույն ձև էլի տենց համայնքային տարբերություններից, երբեմն մարդիկ ասում են մեր տպավորությամբ մարդկանց ավելի շատ հուզում է սոցիալ-տնտեսական հարցերը, քան թե անվտանգության հարցերը։ Ու ավելի շատ մարդիկ կարող է ասեն անվտանգություն, խաղաղություն, այս թեման է իրանց համար կարևոր, որովհետև իրանց թվում է, որ դա է ճիշտ ասելը։ Եթե այս պահին չասեն դա ճիշտ չի ընկալվի։ Բայց երբ որ խոսում ես անձնապես օրինակ դու ինչով ես մոտիվացված լինելու ընտրություններին գնալու խաղաղության թեմաներով, թե քո սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված, ինչ որ մարդիկ կպնդեն, որ շատերի համար ավելի առաջնային է սոցիալ-տնտեսականը։ Միանշանակ բոլորը առաջնայինը խաղաղությունն են պնդում, որովհետև դրանով է պայմանավորված նաև երկրորդը, իմ կարծիքով։ Բայց չէի ուզենա մասնատել, որն ավելի կարևոր, զուտ կուզենամ ասել, որ շղթան սկսվում է խաղաղությունից։ Մարդիկ այդքանը գիտակցելով պնդում են առաջինը խաղաղությունը։ Քանի որ լորիում եմ ես, հա, մարդկանց հետ շատ եմ խոսացել եմ խոսում եմ, կարծես թե քիչ, փոքր խաղաղության եւ տնտեսական զարգացման, հա, այդ բաղադրիչները իրենք միահույսվել են։ Այսինքն մարդիկ սկսել են կապել
եւ տնտեսական զարգացումը եւս խաղաղության մեջ է, այսինքն ոնց որ կա այն գիտակցումը, որ առանց խաղաղության չի կարող լինել տնտեսական զարգացում, այսինքն այդ պարզ գիտակցումն է սկսել գալ, դրա վառապացույցն այն է, որ այսինքն շատ պրագմատիկ են դարել, մարդիկ, օրինակ, երբ որ մենք տեսանք, որ ադրբեջանական բենզին էին, Հայաստան ներկրում, կարծես թե կար են սպասումը, որ եղան դժգոհություններ բնականաբար սոցիալական ցանցերում, բայց դա տոտալ, այսպես ասած, ինչ-որ մեծ բաներ չառաջացրեց, ու մենք տեսանք, որ մարդիկ գնում էին ամեն դեպքում բենզինը, եւ երբ որ սենց միգուցե առանձնազրույցներում քննարկում ենք, մարդիկ սկսել են չտարբերակել, այսինքն ինչ տարբերություն է, մի ռուսականա, թե ադրբեջանականա, այսինքն սոսկ տնտեսական բաղադրիչի վրա է, ու եթե ասում էին, բալավ, ինչու ես դու գնում, օրինակ, ադրբեջանական, ասում են, բա դու ինչու ես գնում ռուսական, այսինքն նաև այդ հավասարակշռությունն է սկսել ստեղծվել, այսինքն շատ փոխկապակցված են տնտեսական հարցերը եւ գիտակցումը, որ նաև հզորացման համար, տնտեսական հզորացման համար երկարատև նաև խաղաղություն է պետք։ Այդ մարդիկ հետաքրքիրն է, որ Լորիում մենք տեսնում ենք, որ տարբեր գյուղերում են, նույնիսկ մարդիկ այդպես քննարկում են, քննարկումների մեջ մտնում։ Okay, եկեք գանք բուն ընտրական գործընթացին ու մեր համար շատ կարևոր առաքելությունը ապահովելը, որպեսզի քաղաքացիները ազատ կերպով բացի իրազեկվածությունը ու այս նարատիվների ազդեցության տակ չընկնելը մեր համար նաև կարևոր է, որ մենք տեսնում ենք տարբեր տեսակի վարչական, ֆինանսական, բիզնես եւ այլ լծակներ, որ կիրառվել են տարիներ շարունակ ընտրությունների ժամանակ հատկապես ընտրողների վրա ազդեցություն ունենալու, ճնշելու, ուղղորդելու ու մենք այս ընթացքում նաև հետևում ենք ինչ որ միտումների, ինչ որ երևույթների, որպեսզի տեսնենք արդյոք հիմա նույն Վանաձորում նման դեպքեր դրսևորվում են, թե չէ, որ պատրաստ լինենք ու նաև արձագանքենք։ Գիտեմ, որ բուն ընտրական, նախընտրական շրջանը շատ դեռ չի սկսվել, բայց հետաքրքիր է արդյոք նման դրսևորումներ տեսնում եք Վանաձորում կամ քանի որ հիմա շտաբեր են ձևավորվում եւ այլն, արդյոք տենց այդ շարժի մեջ տեսնում եք ոչ այդքան օրինական պրակտիկաներ, որոնց մասին շատ եք լսել։ Օրինակ չգիտեմ, որոշ կապիտալների բիզնես, ոչ ժողովրդավարական երկրների կապիտալների, հատկապես ոչ ժողովրդավարական, կամ, չգիտեմ, ուղղակի զուտ հայաստանյան կապիտալի ուժերի ներգրավվածությունը ընտրական գործընթաց, քարոզչական գործընթացին, այսինքն նման երևույթներ նկատելի է, թե չէ։ Եթե անկեղծ այս պահի դրությամբ դեռ չէ, ինձ թվում է դրանք կձևավորվեն, երբ որ արդեն պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի, այս պահին առայժմ միայն գրասենյակներն են շատանում եւ վերջերս, քանի որ մենք նաեւ սոցիալական հարթակներն ենք դիտարկում, թե ինչ տեսակահազանգեր են լինում բնակիչների կողմից, նկատեցինք, որ ընդամենը ցուցակագրում են մարդկանց ըստ երևույթին հավաքների գնալու համար ովքեր են ցուցակագրում նկատի ունեմ ոչ թե քաղաքական ուժերը այլ ցուցակագրող մարդիկ անհատներ էին եթե Լուսինեն կհիշի սոցցանցերում ճիշտ ասած հանդիպեցինք ուղղակի հողումը պահպանեցինք նոր ուսումնասիրելու նպատակով ես նաև տեղեկություններ ունեմ որ օրինակ տարբեր միջոցառումների անվճար իհարկե հրավերներ են արվում դպրոցներում կամ կրթական հաստատություններում, բայց ինչու՞ չէ նաև բաց սոցիալական մեդիահարթակներում տարբեր տեսակի դասընթացներ, համերգներ, վերապատրաստումներ, տարբեր իսկ ովքեր են այդ վերապատրաստումները ինչ որ կազմակերպություններ են, որոնք այսպես խորանալով մի քիչ հետաքրքրելով հասկանում ես, որ հարում են այս կամ այն քաղաքական ուժին եւ հաստատ պատահական չեն այս շրջանում։ Չնայած այն ամենին, որ հայտարարում կեղծ քաղաքացիական հասարակություն, տենց կարան բնորոշենք Չնայած պաշտոնական հայտարարությունների օրինակ ես վստահ չեմ, որ ընտրություններից հետո այդ կազմակերպությունը, այդ կառույցը նույն ակտիվությամբ կշարունակի իր աշխատանքը։
Չնայած պաշտոնական հայտարարություններին, որ իրենք որևէ կուսակցության չեն հարում, այնուամենայնիվ շատ խիստ ուսումնասիրելիս գտնում ես, որ արմատները միևնույն է ուղղված են որոշակի կուսակցության։ Օրինակ չի միգուցե ղեկավարը ցուցակում, այո։ Դե իրականում այս խնդիրը հատկապես դիտորդական կազմակերպությունները տարվա սկզբից դեռ բարձրաձայնում էին սրա մասին, որ նախ եւ առաջ մենք ունեինք մի իրավիճակ, որտեղ որ գրանցվում էին, այլ ստեղծվում էին այսպես կոչված քաղաքացիական շարժումներ կամ քաղաքական շարժումներ, որոնք որ ի վերջո դառնում են կուսակցություն, բայց այդ ամբողջ ընթացքում երբ որ իրանք կուսակցություն չէին, այդ նույն հաշվետվողականության պահանջները իրանք նկատմամբ չէին գործում, հա, հետո երբ որ դու դառնում ես կուսակցություն, նոր ակո նկատմամբ սկսում գործել որպես կուսակցություն հաշվետվողականության, ֆինանսական թափանցիկության եւ այլ այս բանը, պահանջները Միևնույն ժամանակ դրանից բացի նաև խոսք էր գնում տարբեր քաղաքացիական հենց նախաձեռնությունների մասին, որոնք ակնհայտ կապված են տարբեր քաղաքական ուժերի հետ եւ այդ մասով եւս իրանք թափանցիկ չեն, իրանք հստակ չեն ներկայացնում իրանք քաղաքական կողմնորոշումը եւ կարող է ապակողմնորոշեն մարդկանց, ովքեր որ գալիս են ոնց հասկացա, հա ինչ որ կրթական ծրագրերի, վերապատրաստումների, ինչ որ ծառայությունների, միջոցառումների եւ այլն, չիմանալով որ իրականում դրանով գնում են մասնակցություն ինչ որ քաղաքական ուժի մեծ հաշվով թաքնված քարոզարշավին էլ։ Այս տեսանկյունից շատ կարևոր ու հերթ կլինի քաղաքացիների համար միշտ հետաքրքրվել կազմակերպողների մասին, նաև իրանց ֆինանսավորման մասին։ Հայաստանում ցավոք սրտի շատ քիչ կազմակերպություններ կան, ովքեր որ ակնհայտ թափանցիկ ներկայացնում են իրանց ֆինանսավորման աղբյուրները եւ այլն, պետքա դառնա շատ ստանդարտ պրակտիկա, որ յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն, երբ որ ինչ-որ միջոցառում է կազմակերպում, ներկայացնի թե այդ միջոցառման ֆինանսները իրան որտեղից, որովհետեւ քաղաքացին պետքա իմանա ինչ բաների հետ, հա, աղբյուրների հետ գործ ունի եւ կարող է այնպես ստացվի, որ եթե իմանան մարդիկ, որ դա ինչ-որ քաղաքական ուժերի հետ կապված միջոցառումներ են, չուզենան տենց էլ գնալ։ Կարող է ոմանք էլ ուզենան, բայց այդ թափանցիկությունը շատ կարևոր է ու կարևոր է, որ մեր քաղաքացիները այդ մասով հետևողական լինեն, հետաքրքրվեն ու միշտ պահանջեն այդ թափանցիկությունը ֆինանսական եւ քաղաքական կապվածությունների։ Իսկ հին ծանոթներ, բարեկամներ չունեք, որոնք որ sense կարոտել են հայրենիքը եւ նախընտրական շրջանում գալիս են Հայաստան մի 2-3 ամսով բնակվել Հայաստանում։ Ճիշտ ասած, մեր ծանոթներից մեկը օրերս իմացանք, որ ուզում ա գա Հայաստան, բայց դրանից երևի մի շաբաթ առաջ էինք հետո խոսել ու տենց պլաններ չուներ ու մի տեսակ այդ կասկածը առաջացավ, որ միգուցե նաև այդ նկատակով։ Այսինքն չուներ պլաններ, բայց որոշեց, որ գալիս է։ Այո, շատ անակնկալ ձևով ու իրոք զարմացանք, որովհետև խոսել էինք ու նման պլաններ չկար, շատ տարօրինակ էր եւ իրան ճանաչելով նաև այդ կասկածը ողջամիտ առաջացավ, որ միգուցե նաև այդ նպատակով է ինքը գալու։ Ես հիշում եմ ժամանակին հայ քաղաքական գործիչներից մեծ վաղուց բան եմ ասում, ափսոսանք էր հայտնել, որ Չինաստանում գրեթե հայկական համայնք չկա, եւ այդ ժամանակ խորհուրդ են տվել մի քիչ հայտ անել բնակիչներ Չինաստանում։ Մեզ քանի օրը Ռուսաստանի ղեկավարը մտահոգված էր ռուսամետ, այսպես ասած, հա, ուժերի ապագայով Հայաստանում եւ երևի տեսել են ռուսամետները այդքան շատ չեն, որ մի քիչ թիվը մի քիչ ուղարկել ռուսամետներին։ Իրականում դա շատ գործող տարբերակ է, որովհետեւ այս ընթացքում Ռուսաստանը իր միգրացիոն այդ քաղաքականությունը բավական խստացրեց, շատերը, չգիտեմ, արտաքսվեցին երկրից, շատերը կիսատվեցին ընտանիքի կեսը այնտեղ, կեսը այստեղ, եւ սա շատ լավ հնարավորություն է, որ ինչ-որ հարցեր կարողանան այս ընթացքում լուծել, միաժամանակ գալ հայրենիք, իրենց կիսատ պռատ մնացած գործերը կարգավորել, իրենց քաղաքացիական պարտքը կատարել ընտրությունների միջոցով։ Այո։ Ես ասում եմ, ընտրական տուրիզմ է, սա պետքա որպես նոր զբոսաշրջային ուղղություն զարգացնել Հայաստանում։ Որոշ ստատուս գրեն դրա մասին։ Շարունակում ենք դիտարկել այս ամբողջ ընթացքը եւ ոչ միայն Վանաձորում ու մեծահարթակներում, այլև նախատեսում ենք շրջել համայնքներում, առերեսում զրուցել բնակիչների հետ,
եւ փորձել կոտրել այդ ստեղծել հականառատիվները ու բացել կամ ամեն դեպքում խրախուսել ինքնուրույն վերլուծությունը։ Շատ հետաքրքիր կլինի հետո տեսնել ձեր փորձառությունը, այդ ոնց որ դուք նշեցիք էլի, այդ բևեռացված միջավայրում, այդ կեղծ երկընտրանքի մեջ, ոնց ենք մենք կարողանում քաղաքացիների հետ իրականում կոնստրուկտիվ ինչ-որ զրույց ունենալ կարևոր հարցերի վերաբերյալ, որպեսզի վերջո ձևակերպվի այն հանրային պահանջը, որը որ չի ամփոփվում տենց լոզունգային ինչ-որ բառերի մեջ, այլ ավելի խորն է, ավելի բան է, նուրբ է, այդքան սև ու սպիտակ չի, միանշանակ չի, բարդ է, բայց ավելի իրական է, գիտեմ, որ դա 1-2 ամսվա աշխատանքի հարց չի, բայց հիմա շատ կարևոր է, որ այս նախընտրական շրջանում, երբ որ տարբեր կողմերից մարդկանց թիրախավորում են տարբեր, նարատիվային sense հոսանքներով, մենք էլ կարողանանք հողի վրա անկեղծ իրական զրույցներ ունենանք մարդկանց հետ ու մի կողմից ընդունենք ինչ մտահոգություններ ունեն, բայց նաև օգնենք, աջակցենք, իրանց կողքին լինենք, երբ որ իրանց փորձում են մանիպուլացնել։ Այս նոտայի վրա կուզեի ասել, որ հիբրիդային հարձակումները կամ պատերազմները սկսում են սրվել, այսինքն շատանում, այսինքն այդ մենք մտնում ենք, թևակողում ենք այդ փուլ, հենց այսօր երեք մի հատ տեսանյութ էր տարածվել, որտեղ որ ոմն քաղաքացի խոսում էր արցախահայատյաց, այսինքն ընդդեմ Ղարաբաղցիների sense ելույթներ էր ունենում, այսինքն շատ վատ տրամադրելով եւ ներկայանում էր գովերգում էր իշխանություններին, մասնագետները արդեն պարզել են, որ արհեստական ուղեղով է ստեղծված այդ ամեն ինչը, շատ դժվար է եղել պարզել եւ պարզել են նաեւ այն հարթակը, որի միջոցով այն ստեղծվել եւ տարածվել է, գոնե մինչև հիմա հակաիշխանական կոնտենտ է եղել ստեղծելուց եւ տարածելուց։ Այսինքն մենք գործ ունենք լրիվ մանիպուլյացիաների հետ Հայաստանում այս պահին։ Միևնույն ժամանակ այդ մանիպուլյացիաների եւ տեսնում ենք, որ տարածվում է այս պահին, մամուլ է տարածել, մարդիկ են տարածել եւ այլն շատ տարածվում է։ Միևնույն ժամանակ միգուցե նաև մարդիկ հավատում են, երևի թե նաև հավատում են նրա համար, որովհետև ժամանակի ընթացքում իրական նաև անզգույշ, այսպես ասած, մոտեցումներ են եղել արտահայտված տարբեր քաղաքական գործիչների մոտ, այսինքն այդ նարատիվին, այդ կեղծիկին հասարակությունը սկսում է հավատալ, որովհետև դրա համար պարարտ հող կա ստեղծված, բայց նման վտանգները ավելի են հեսա սրվելու եւ այո պետք է նաև հականառատին նաև ապատեղեկատվությանը եւս ուշադիր լինել եւ հնարավորինս շատ բնակիչներին շուտ տեղեկացնել, որ այս կեղծիք է կամ ինչի համար է դա արվում, այսպես ասած։ Շատ լավ։ Մերսի, ձեզ կհանդիպենք շուտով։ Այո, շարունակելու ենք, ոնց որ ասեցինք, կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական շարժման անդամները, համախոհները ամբողջ Հայաստանում համայնքում իրականացնում են իրենց դիտարկումները այս նախընտրական շրջանում եւ պարբերաբար կկիսվենք ձեզ հետ նոր երևույթներով, իսկ մեզ կարող եք դիտել civmedia.am կայքում եւ քաղաքացու ձայնը մեդիա հարթակի սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն, կտեսնենք։ Մենք տարբեր հարցումներով նաև տեսնում ենք, որ շատ մարդիկ ասում են կողմնորոշված չենք։ Այ որ ես կամ մեկ հավաքագրողն է, ոչ թե ընտրությունից ընտրություն, փորձել ենք մարդիկ արդեն նույնիսկ պիտակավորում տան դրա հարցերը այն նարատիվները, որոնք իրենց մոտ շրջանառվում են։